Բարի օր բարեկամներ, ողջունում եմ բոլոր մարզասերներին եւ շտապում տեղեկացնել, որ Հայաստանն առաջին անգամ ընդունում է IFMA Muay Thai Կովկասի գավաթը, որին մասնակցում են աշխարհի 6 երկրներից ներկայացուցիչներ։ Միջոցառման սկզբում ներկաները բարձր ծափահարությունների ներքո դիմավորեցին IFMA եւ Եվրոպայի Muay Thai ֆեդերացիաների դրոշները, որին հաջորդեց մասնակից երկրների դրոշների դուրսբերումը։ 6 երկրների մարզիկները՝ Ալժիրի, Բելգիայի, Դանիայի, Ռուսաստանի եւ Վրաստանի 2 օր շարունակ պայքարեցին չեմպիոնական տիտղոսների համար։ Նախքան ռինգում մարզիկների հայտնվելը տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Հայաստանի Muay Thai ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրությանը սպորտում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրեց խառը մենամարտերի միջազգային ֆեդերացիայի նախագահ Քևին Բրաունին։ Muay Thai մարզաձևի ցուցաբերած աջակցության համար պարգևատրվում է ոչ օլիմպիական մարզաձևի ուղղության համահիմնադիր Հովհաննես Մարությանը, որի պարգևը կհասնի Գարնի Հայրապետյանը։ Տարեց տարի Հայաստանում Muay Thai մարզաձևը ծաղկունք է ապրում, ինչի համար ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրությանը երախտագիտություն հայտնեց Հայաստանի ազգային ոչ օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Պարգևատրման արարողությունից հետո հնչեց Հայաստանի օրհներգը, այնուհետև ռինգում հայտնվեցին մարզիկները։ Նշենք, որ բոլոր մասնակիցներն էլ միջազգային առաջնությունների հաղթողներ էին։ Երկու օր շարունակ մարզիկները պայքարելու են չեմպիոնական տիտղոսների համար։ Դե ինչ, մեզ մնում է հետևել ընթացքին եւ հաջողություններ մաղթել մեր մարզիկներին։